Վերջին զանգը հեռուստասերիալում իրադարձությունները ոչ միայն լարվում, այլև վերածվում են իսկական դրամատիկ փոթորկի։ Դրվագները սկսում են ծավալվել մի այնպիսի ուղով, որը փոխում է բոլոր հերոսների ճակատագրերն ընդմիշտ։ Հենրին ցնցված է մոր Աննայի արձագանքից։ Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ իր կյանքի ամենակարևոր պահերին հենց այն մարդը, ով միշտ եղել է իր կողքին, կդառնա իր սիրո ճանապարհի խոչընդոտը։ Նա մտքում անընդհատ ասում է, որ այս կապն անթույլատրելի է ու վերջապես պետք է բացահայտի ու ասի Հենրիին ու Անգելինային։ Աննան հեռախոսով Անգելինային ասում է, որ նրանք չեն կարող լինել միասին։ Հենրին շտապում է տուն ու մոր խոցելի վիճակը ստիպում է նրան ժամանակավորապես լռել։ Նա որոշում է հետաձգել ճշմարտության, որոնում է, որպեսզի Աննան մի փոքր հանգստանա, սակայն նա արդեն զգում է, որ ինչ-որ բան այն չէ և մոր պահվածքն այս պահին ուրիշ բան է հուշում։ Այս ամենի ֆոնին Անգելինան, ով ոչինչ դեռ չի կասկածում, գալիս է Հենրիի տուն, մտահոգված Աննայի վիճակով։ Նա ցանկանում է իմանալ, թե ինչու է Աննան նման ծանր իրավիճակում հայտնվել և ինչպես է իրեն զգում։ Բայց Աննան հուզմունքից գրեթե չի կարողանում խոսել, նա փորձում է բացել շուրթերը, պատմել ճշմարտությունը կամ գոնե այն, ինչ ինքն է համարում ճշմարտություն։ Բայց հավանաբար հենց այդ պահին Աննայի առողջական վիճակը կտրուկ կվատանա, կկորցնի գիտակցությունը և կհայտնվի հիվանդանոցում։ Անգելինան շփոթված է ու չի հասկանում ինչու է ամեն ինչ փլուզվում մեկ վայրկյանում։ Միքայելը փորձում է սուտը ստի վրա կառուցել, հետևաբար Աննային հիվանդանոց տեղափոխելուց հետո ոչ մի գաղտնիք էլ չի բացահայտվում։ Այդ ամենի ապացույցն այն է, որ հենց հարսանիքի ընթացքում է տեղի ունենում ճշմարտության բացահայտումը։ Այդ մասին են վկայում նաև հեռուստասերիալի ինստագրամյան էջում հրապարակված կադրերը։ Եվ ահա գալիս է հարսանիքի օրը։ Ամեն ինչ կարծես հեքիաթ լինի, Անգելինան ու Հենրին երջանիկ են և պայքարում են իրենց սիրո համար։ Բայց այդ հեքիաթը պատրաստվում է փլուզվել մի պահի, երբ հնչելու է ճշմարտության ձայնը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին տեղեկանանք, թե ինչ է սպասվում հեռուստասերիալի հետագա սերիաներում և ձեզ համար բացահայտենք այնպիսի գաղտնիքներ, որոնք սպասվում են շատ շուտով։ Գրեք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, թե արդյոք հասցրել եք այսօրվա սերիան դիտել և ինչ եք կարծում, Աննան կհասցնի բացահայտել ճշմարտությունը, թե ինչ-որ բան կխանգարի։ Որ ինչ-որ բան խանգարելու է այս ճշմարտությանը, դա փաստ է, քանի որ Հենրին ու Անգելինան, եթե իմանային ողջ ճշմարտությունը, այլևս հարսանիքի չէին պատրաստվի, սակայն Հենրին Անգելինային ասում է, որ գաղտնի ամեն ինչ պլանավորված է և ոչինչ նրանց չի կարող խանգարել, և կադրերը, որոնք հայտնվել են համացանցում, հենց այդ մասին են հուշում, որ Անգելինայի ծնողները, ինչպես նաև Հենրիի ծնողները հայտնվում են հարսանիքի ժամանակ և բացահայտվում է այն ճշմարտությունը, որը դառնում է կործանարար Հենրիի ու Անգելինայի համար։ Բնականաբար դա ճշմարտություն ասել չի կարելի, քանի որ դա Միքայելի, այսպես ասած, հորինած ճշմարտությունն է։ Հենրին և Անգելինան հայտնվում են ծանր հոգեբանական վիճակում։ Ինչպես արդեն ավելի վաղ նշել էինք, այնքան ծանր, որ Հենրին հայտնվում է կամրջի մոտ, բայց նրան հասցնում է ինչ-որ մեկը փրկել։ Այդ մասին մեր հաջորդ տեսանյութերից մեկում։ Մինչ այդ ամենահետաքրքիր կադրերը, տեսանյութերը մեր ալիքում կգտնեք հեռուստասերիալի հաջորդ սերիաների մասին։ Ով է հայտնվելու և փրկելու Հենրիին կամրջի մոտ, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ սոսն արդեն շատ շուտով վերադառնալու է, և նկարահանումները արդեն սկսվել են նրա մասնակցությամբ։ Շախունցների ընտանիքի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ Հենդոն գալիս է Սեմի մոտ, նրան սպառնում, որ հանկարծ չմոտենա իր թոռանը, իր ընտանիքին, սակայն Սեմը չի կարող լռել ու սպասել, թե ինչպես է իր ընտանիքը կործանվում։ Մերին նրան մեղադրում է, որ նա վրեժը կյանքի նպատակ դարձրել է և իր հայրիկի պատիվը գետնով է տվել։ Սեմը չի հրաժարվում իր ծրագրերից, ավելին, նա օգնություն է խնդրում Բագրատից, այն մարդուց, ով ամենամեծ մեղքի բաժինն ունի Սեմի հոր սպանության գործում։
իսկ Բագրատը երբեք ոչ ոքի հենց այնպես չի օգնում։ Իսկ թե որն է նպատակը Սեմին օգնելու, արդեն բոլորին էլ պարզ է, որպեսզի վնասի շախունցների ընտանիքին, սակայն շախունցների ընտանիքն էլ այդքան միամիտ չէ և բնականաբար այդքան հեշտ հանձնվողներից չէ։ Ինչպես կփոխվի հեռուստասերիալի ընթացքը, երբ հայտնվի Սոսը և իհարկե Աննան իմանա, որ այսքան տարիներ Սոսը ողջ է եղել, ավելին ամուսնացած է իր հարազատ քրոջ Լիլիթի հետ։ Աննային շատ ծանր օրեր են սպասվում, հատկապես նման կարգավիճակում։ Նա հղի է և շատ հեռուստադիտողների հուզում է այն հարցը, թե այսքան ծանր իրավիճակներից հետո ինչպես կարող է առողջ երեխա լույս աշխարհ բերել։ Ինչ եք կարծում, Աննայի ու Միքայելի որդին կծնվի, թե ոչ, գրեք ձեր կարծիքները, իսկ շատ շուտով խոստանում ենք, որ ամենահետաքրքիր ու դիտարժան կադրերը կտեղադրենք մեր ալիքում։ Միացեք մեր ալիքին, գրեք ձեր կարծիքները, գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ դերասանի ու կերպարի մասին կցանկանայիք ավելին իմանալ։